Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Իրավիճակը շարունակում է սրվել, մի շարք կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, այդ թվում տեղեկատվություններ կա, որ Ադրբեջանը արդեն զորքերը ավարտել է կուտակել սահմանի վրա, շատ լուրջ քանակի զորքեր է կուտակել Ադրբեջանը Իրանի հետ սահմանի վրա, եւ դա գալիս է նաեւ զուգահեռային տեղեկատվությունների մամուլում, որ Իրանը քննարկում է Բաքու-Թբիլիսի-Ջեյխան նավթատարի վրա հարվածները, այսինքն առաջի հերթին դա պետք է ներառի հարվածներ հենց Ադրբեջանի տարածքում։ Հիշեցնեմ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյխանը իրականում Իսրայելին է մատակարարում նավթով շատ մեծ քանակով եւ ամենագլխավոր ուղին է նավթի մատակարարման դեպի Իսրայել, այսինքն Իրանը այդպիսի օրակարգ ունի։ Բացի դրանից նաև Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային ծրագրին, այդտեղ որը շատ մեծ դեր ունի, Դիմոնա է կոչվում այդ վայրը, որտեղ որ Իսրայելը ունի միջուկային իր ծրագիրը եւ հաշվի առնելով այդ ամենը, իհարկե մենք ձեր հետ միասին պետք է մանրամասն քննարկենք այս հարցերը եւ ուրիշ նաեւ կարևոր էլի հարցեր կան, որը անպայման պետք է ձեր հետ միասին քննարկենք, ինչ է տեղի ունենում Լիբանանի ուղղությունով, Իրանի ուղղությամբ հարվածները ինչ աստիճանի են եւ ինչ որակի, իհարկե կա զարգացումներ նաեւ քրդերի հետ կապված եւ արաբների այդտեղ ցամաքային գործընթացները նկատի ունեմ, այսինքն այսօր շատ կարևոր հարցեր են քննարկելու։ Առաջի հերթին հարգելի անկիցներ, հիշեցնեմ ձեզ, որ դուք կարող եք աջակցել ալիքին լայքելով այս վերլուծությունը, ինչը շատ կարևոր է, գրելով ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվելով, նաև միանալով ալիքին եւ անդամակցելով արևմուտքում ապրող մեր հայրենակիցների դեպքում եւ հավելյալ վերլուծությունների հասանելիություն է դա տալիս։ Հարգելի հայրենակիցներ, իրավիճակը լուրջ սրվել է, կարելի ասել, վերջի 24 ժամվա ընթացքում, որովհետև հարվածները Իսրայելի եւ Միացյալ Նահանգների շատ ավելի մեծ ծավալ են ստացել։ Առաջի հերթին պետք է ասել, որ փաստացի այսօր Իրանը նաև լուրջ հարվածներ, գիշերվա ընթացքում լուրջ հարվածներ է հասցրել Իսրայելի ուղղությամբ եւ կարելի ասել, որ այդ գործողությունները շարունակվում են։ Հարվածը սկսվել է կեսգիշերին Թել Ավիվի ժամով եւ միլիոնավոր Իսրայելի քաղաքացիներ ստիպված էին նաեւ գնալ մամադներ, այսինքն թաքնվելու հատուկ վայրեր։ Իսրայելական հակաօդային պաշտպանությունը աշխատում էր ինչպես Թել Ավիվում, այդպես էլ Հայֆայում։ Եվ սա սկսեց արդեն ի պատասխան այն կարևոր ալիքի, որը երեք Միացյալ Նահանգները եւ Իսրայելը միասին կատարեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ եւ անվտանգային շենքերի, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության ուղղությամբ նկատի ունեմ այն բոլոր ռազմարդյունաբերական տարբեր կետերի վայրերի ուղղությամբ կարևոր նաև հարվածեր։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ լուրջ նվազել է Իրանի կողմից հարվածների քանակը, վերջի մեկ օրվա ընթացքում 86%-ով նվազել է քանակը բալիստիկ հրթիռների հարվածների, այսինքն սա շատ լուրջ նաև փոփոխություն է, Իրանի կողմից հարվածի հնարավորությունները նվազում են, բայց չեն սպառվել, Միացյալ Նահանգները շարունակում են ոչնչացնել կարևոր ենթակառուցվածքներ, այդ թվում Իրանի տարածքում հետաքրքիր այն է, որ մեծ պայթյուններ են տեղի ունեցել, շատ մեծ, այսինքն այնինչ միջև հետ տեսել ենք, շատ ավելի փոքր պայթյուններ էր, որովհետև Միացյալ Նահանգները սկսել են կիրառել ուրեմն մի քանի նոր նաև տեսակ ծանր կործանիչներ եւ հատուկ միջոցներ է կիրառվում այդ ուղղությամբ, ուրեմն պետք է ասել, որ B1-ներ կիրառվեցին, լանցետներ, ինչպես նաև կիրառվեցին ակտիվորեն B52-ներ, Stratofortress է կոչվում, որը ռազմավարական նշանակություն ունեցող շատ լուրջ հարվածային միջոց է եւ զուգահեռ դրա կիրառվեցին նաև B2 սպիրիտները, որը մեր համար լավ ծանոթ են նաև նկատի ունեմ
այն 12 օրվա պատերազմից, որը 2025 թվականի հունիսին տեղի ունեցավ։ Այս B-52-ները Stratofortress-ը դա ստրատեգիական կամ ռազմավարական ռմբակոծիչներ են եւ իրանք կիրառում են մինչեւ 1 տոննա եւ նույնիսկ ավել հատուկ ռումբեր եւ այդ ռումբերն են հիմա որ պայթյում են նաեւ ակտիվորեն հենց Իրանի մայրաքաղաք Թեհրանում եւ սա կարելի է արձանագրել, որ արդեն Միացյալ Նահանգները ռազմավարական ռմբակոծիչների միջոցով է ակտիվացրել իր գործողությունները։ Բացի դրանից, հետաքրքիր է, որ մարտի 4-ին, այսինքն 3, ամերիկյան Սյուզանավը հարվածել է իրանական ֆրեգատին, կործանիչին Iris D-ը, որը գտնվում էր Շրի Լանկայի մոտ։ Եվ տեղի բնակչության տեղեկատվությունով զոհվել է առնվազն 87 անդամ այդ ուրեմն նավի եւ մոտավորապես 60-ը այս պահի դրությամբ կարելի ասել կորել է այդ հատվածում, հստակ տեղեկատվություններ չկան, բայց 32 հոգի փրկել է հնարավոր եղել Շրի Լանկայի իշխանությունների կողմից։ Այս նավը վերադառնում էր Իրան Հնդկաստանից, որտեղ որ զորավարժություններ էին տեղի ունեցել։ Եվ Միացյալ Նահանգները նաև հստակ ասեց, որ իրանք որոշել են ոչնչացնել ամբողջությամբ Իրանի նավատորմը եւ նույնիսկ այն դեպքում, եթե այդ նավերը չեն գտնվում Իրանում, ապա միևնույն է կարող են հայտնվել Միացյալ Նահանգների թիրախում եւ ոչնչացվել։ Միացյալ Նահանգները հաստատել են, որ ոչնչացրել են այս նավը։ Բացի դրանից, պետք է ասել, որ չնայած նրա, որ պատերազմի սկզբից հետո Իրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցի փակման մասին, կարելի է ասել, որ այդ փակումը այսպիսի ամբողջությամբ տեղի չի ունեցել, միևնույն է, եւ 100%-անոց այդպիսի պատ այդտեղ չի կառուցել Իրանը սահմանափակում, բայց ամեն դեպքում ուրեմն շատ հարյուրավոր հատուկ այդ տանկերները մնացել են այդ հատվածում, չեն կարող ակտիվորեն շարժվել, հատկապես Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Կատարի եւ ընդհանուր առումով պետք է ասել, որ մի քանի այդպիսի կոնկրետ վերջի օրերի ընթացքում մի քանի տանկեր հարվածի տակ հայտնվեց իրանական կողմից։ Քաթարը նույնիսկ, որը աշխարհում ամենամեծ արտադրողն է հեղուկացված գազի, հայտարարել է, որ կանգնեցնում է ամբողջությամբ հեղուկացված գազի արտադրությունը եւ հայտարարել է ֆորս մաժոր պատերազմի պատճառով իր հեղուկացված գազը գնում էր հենց նավերի միջոցով, Հորմուզի նեղուցով դեպի Եվրոպական միություն եւ հաշվի առնելով դա, իհարկե մեծ փոփոխություններ կան գազի եւ նավթի շուկայում։ Պետք է ասել, որ մարտի 3-ից լուրջ աճել են նավթի գները եւ Brent ձևաչափի ուրեմն նավթի համար ֆյուչերսային գինը աճել է մոտավորապես մինչև $81, 5%-ով, եվրոպական գները գազի աճել են 40%-ով, զուգահեռ, որտեղ կատարից մատակարարումների խնդիրը կարող է ստեղծել հենց դա եւ Միացյալ Նահանգները հայտարարել են, որ իրանք շարունակելու են ակտիվորեն գործել Հորմուզի նեղուցում եւ իրանք զինված ուժերը ապահովելու են այդտեղ անվտանգությունը եւ բոլոր նավթի եւ գազի մատակարարումների անվտանգությունը։ Զուգահեռ սրա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է նախօրոք կանգնեցնել մատակարարումները գազի դեպի Եվրոպական միություն, որովհետև այդտեղ մենք ձեր հետ միասին խոսել ենք, Եվրոպական միությունը պլանավորում է նվազեցնել ռուսական գազի գնման գործընթացը, փաստացի մասամբ այս տարի եւ մասամբ հաջորդ տարի եւ պետք է զրոյացնի, բայց փուլ առ փուլ դա պետք է տեղի ունենա։ Հիմա Ռուսաստանը օգտվելով այս իրավիճակից, հաշվի առնելով, որ գազի մատակարարումները Կատարից այսպիսի խնդրի
տակ են գտնվում, ապա Ռուսաստանը ուզում է նաև իր գազի մատակարարումները կանգնեցնել եւ սրանով եվրոպական կողմի ճնշում փաստացի կիրառել եվրոպական կողմի դեմ։ Ամեն դեպքում Միացյալ Նահանգները կօգնեն իհարկե, ես համոզված եմ Եվրոպական միությունին, հեղուկացված գազ Միացյալ Նահանգներն էլ են արտադրում մեծ քանակով եւ մատակարարում են։ Զուգահեռ դրա պետք է ասել շատ կարևոր, ինչից սկսեցինք մեր վերլուծությունը այսօրվա, տեղեկատվություն, որ Իրանը նաև քննարկում է նավթի մատակարարման տարբեր ուղիների վրա հարվածներ, ուրեմն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդատուն Էբրահիմ Ջաբարին մարտի 3-ին հայտարարել է, որ Թեհրանը կհարվածի թշնամական ուրեմն կողմի նավթի մատակարարման ուղիներին եւ թույլ չի տա, որ այդ մատակարարումները շարունակվեն։ Middle East Eye պարբերականին հայտարարվել է, որ խոսք է գնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի մասին, որը ապահովում է մոտավորապես Իսրայելի նավթի պահանջարկի 30%-ը եւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով դեպի միջերկրական ծով արտահանում է նավթ դեպի Իսրայել։ Եվ այս աղբյուրները նաև ասում են, որ Իրանը ունի հնարավորություն հարվածել այդ նավթատարին եւ գտնվում է ոչ այդքան հեռու իրականում Իրանի սահմաններից։ Պետք է ասել, որ չնայած ուրեմն Թուրքիայի սահմանափակումները, իրականում այդ նավթը Ադրբեջանից դեպի Իսրայել գնում է եւ դա ադրբեջանական գործընթաց է, եւ պետք է այստեղ ասել, որ Ջաբարին ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը փակ կլինի բոլոր այդ ուրեմն նավերի համար, միևնույն ժամանակ Իրանը հարվածներ է հասցրել նավթի վերամշակման գործարանների վրա Սաուդյան Արաբիային, Ռաս Տանուրայի հատվածում, Քաթարում, որը նաև բերել է նրան, որ լուրջ գնաճ է տեղի ունենում միջազգային շուկաներում։ Հիմա, հաշվի առնելով սա, հարգելի հայրենակիցներ, իհարկե պետք է ընդգծել, որ այս վտանգը գոյություն ունի։ Հիմա ինչպես մենք կգնահատենք ձեր հետ միասին այս վտանգը։ Առաջի հերթին պետք է ասել, որ այդպիսի հարվածը կարող է անկայունություն ստեղծել Հարավային Կովկասում։ Մյուս կողմից Ադրբեջանը ի պատասխան դրա նաև ունի իսրայելական հակաօդային պաշտպանություն եւ զինված ուժերը մոբիլիզացված են սահմանում։ Բայց Ադրբեջանի ներքաշել պատերազմի մեջ իր հավելյալ ռիսկերը կարող է պարունակել, որովհետեւ մենք ձեր հետ միասին խոսել ենք վերջի վերլուծությունում, երեկվա առավոտվա այդ վերլուծությունում, որտեղ որ քննարկեցինք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատկերացնում են ուրեմն Իրանի տարածքում բուֆերային տարածք ձևավորել, առաջի հերթին հենց Թուրքիան, բայց Ադրբեջանի ուղղությունով նաև կա այդպիսի գործընթաց եւ ասեմ ձեզ խոսքին, որ այդպես կոչված Հարավային Ադրբեջանի խորհուրդը, այդտեղ հասարակական կազմակերպությունների խորհուրդը, որը անուն ազգանուններով ներկա չէ, այսինքն միայն այդ խորհուրդն է հայտարարություն անում, իրականում ով է դրա հետևում կանգնած մենք անուններով չգիտենք, Թավրիզից հայտարարություն է արել, որը Հայաստանի սահմանից ոչ այդքան հեռու քաղաք է, որտեղ որ մեծամասնությունը հենց թուրքական ծագում ունեցող ազերիներն են, եւ պետք է ասել, որ հայտարարությունն արել, կոչ են արել, որ Իլհամ Ալիևը օգնի իրենց անվտանգությունը ապահովելու առումով։ Այսինքն մենք տեսնում ենք Հարավային Ադրբեջանի այդ թեզի ուղղությամբ զարգացումները, զուգահեռ դրա Իլհամ Ալիևը գնաց Իրանի դեսպանություն, այդտեղ երեք եւ այդտեղ ուրեմն իր այսպեսի վիշտ հայտարարեց, որ կիսում են իրանական ժողովրդի վիշտը, ցավը եւ այլն, մի խոսքով այսպեսի դիվանագիտական քայլ էր։ Հիմա ասեմ իմ պատկերացումով ինչն է պատճառը այս քայլի, որովհետեւ Ադրբեջանը ուզում է խուսափել Իրանի հարվածի իր տարածքի դեմ, որովհետև վտանգված է։ Իհարկե լուրջ վտանգ կա այդ առումով եւ հարվածը կարող է ամեն դեպքում տեղի ունենալ, որովհետև փաստացի դրանով կարելի է լուրջ խնդիր ստեղծել Իսրայելի համար նավթի մատակարարման առումով։ Եվ իհարկե Իրանը գոհ չէ Ադրբեջանի եւ Իսրայելի համագործակցությունով։ Ուստի հաշվի առնելով, որ այդքան պետությունին է հարվածել Իրանը, փաստացի Ադրբեջանին հարվածելը օրակարգում է, այո, եւ դա իրատեսական է։
Եվ այդ դեպքում իհարկե Թուրքիան եւ Ադրբեջանը Շուշիի հռչակագրով ունեն այդպիսի փաստաթուղթ, որով համատեղ պարտականություններ ունեն ռազմական աջակցելու միմյանց, հնարավոր է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը սկսեն միասին ռազմական գործողություններ Իրանի դեմ։ Այսինքն հենց այն, ինչ ես երեք քննարկել եմ։ Իհարկե, սրա հավանականությունը շատ մեծ չէ այս պայծրությամբ, դա միայն կարող հավանական համարվի, եթե Իրանը հարվածի, Իրանի հարվածն էլ կարելի է ասել, որ հավանականությունը բարդ է հստակ ասել, կարող լինի 30%, կարող է լինի 50%, իհարկե ավել հավանականություն այս փուլում չի կարելի ասել, այսպիսի հստակ գնահատական չի կարելի տալ, բայց պետք է հիշենք, որ մեր այստեղ նպատակը եւ ինձ նաեւ մեկնաբանություններում այդ հարցը ուղղել են հարգելի այնկիցներ, իմ նպատակն է պատրաստել մանրամասն վերլուծություններ ստեղծված իրավիճակի մասին, այստեղից գնահատել ամենավատ զարգացումները, ես համարում եմ, որ քաղաքական գործիչը, ուրեմն պատասխանատու պետական գործիչը, եւ ես ինձ ավելի միշտ պետական գործիչ եմ համարել եւ համարում եւ ապագայում էլ պետական գործիչ եմ տեսնում, քան այսպես քաղաքական, իհարկե դա փոխկապակցված է, կասեն քաղաքականը եւ պետականը շատ մոտ են իրար, այո, բայց պետական մտածող գործիչը եւ քաղաքական առումով մտածող գործիչը մեկը տարբեր բաներ են։ Պետական մտածող գործիչը անպայման պետք է գիտենա բոլոր իրադարձությունները մանրամասն, գիտենա թե ինչ վտանգներ կան, ամենավատ վտանգները եւ պատրաստվի այդ վտանգների համար։ Հաշվի առնելով, որ այս պահին ես որևէ պաշտոն չունեմ, ապա ես առաջարկում եմ իմ վերլուծությունները ինչպես լայն հանրությանը այս հարցի մասին, այս խնդիրների մասին, եւ շատ դեպքերում դուք էլ շատ լավ տեսնում եք, որ իմ վերլուծությունների ոչ միայն մեծամասնությունը, այլ կարելի է ասել, ես եթե գտնեք որևէ վերլուծություն, որը առհասարակ իրականության հետ կապ չի ունեցել, ինձ տեղյակ պահեք, խնդրեմ, բայց ես այդպեսին չեմ կարող այս պահի դրությամբ հիշել, ապա դուք տեսնում եք արդյունավետությունը, մենք նույն Իրանի թեմայով, նույն քրդերի թեմայով վերջի ժամանակահատվածում, իր ժամանակ Թրամփի թեմայով, որը Ալիևին զգուշացնում էր, որ պատերազմի չդիմեր եւ ամենաշատ դիտումներից մեկն է հավաքի այս ալիքում եւ այլն։ Այսինքն բոլոր վերլուծությունները դառնում են իրականություն կամ տրամաբանական են եւ մեկ-մեկ ուղղակի ցույց են տալի ճանապարհը եւ հարցը նրանում է, որ իհարկե բոլոր իմ կանխատեսումները չէ որ պետք է դառնան իրականություն, ես այդ թվում փորձում եմ ամենավտանգավորները տեսնեմ, դինամիկան տեսնեմ զարգացման եւ կիսվում եմ սա նաեւ քաղաքական գործիչների հետ, տարբեր ուրիշ պատասխանատու, ուրեմն բոլոր այն ներկայացուցիչների հետ, տարբեր քաղաքական, հասարակական, ուրիշ կառույցների, որոնք հնարավորություն ունեն նաեւ օգտագործել իմ վերլուծությունները ինչպես հիմք իրենց ընդհանուր գնահատականի իրավիճակի, այս դեպքում սա շատ օգտակար է։ Այսինքն ես փորձում եմ տեսնել ամենավտանգավոր զարգացումները եւ փորձենք կանխել ամենավատ սցենարները, իսկ եթե չլինի ամենավատը, լինի ավելի լավ տարբերակ, ապա մենք ավելի լավ պատրաստ կլինենք դրա համար։ Եթե տեղի չունենա այդ վատը, ապա ավելի լավ, բայց մենք վատի համար պատրաստ լինենք, սա է պետականամետ մտածողությունը իմ պատկերացումով եւ սա է քաղաքական առաջնորդի ուրեմն ճիշտ մոտեցումը իմ պատկերացումով, այլ ոչ թե մանիպուլյացիաներ, ոչ թե սպեկուլյացիաներ, ներքաղաքական դաշտում ոչ թե անհիմն գնահատականներ, էմոցիոնալ ինչ որ հայտարարություններ եւ այլն, սա կտրուկ այսպիսի շատ սառը եւ փաստերի վրա հիմնված, շատ տվյալների մշակման հետևանքում ձևավորված կոնկրետ վերլուծություն եւ ինչ-ինչ դեպքերում հետազոտություն էլ կարելի է կոչել, որտեղ տարբեր հարցերում տարբեր խորությամբ ենք ներգրավում։ Մի խոսքով, կարծում եմ հիմա ավելի լավ հասկացաք, թե ինչ է այստեղ տեղի ունենում մեր ալիքում եւ ինչ նպատակ ունի։ Ուստի մենք պետք է պատրաստ լինենք այդ գործընթացին, որովհետեւ Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են ներքաշվել պատերազմի մեջ եւ դա Հայաստանի սահմանին է տեղի ունենում։ Դա հարց համար 1-ն է, երկրորդ հարցը իհարկե փախստականների հարցն է, որը վտանգավոր է եւ մենք ձեր հետ միասին խոսել ենք դրա մասին, Հայաստանը կարող է Իրանի հետ սահման կորցնել, դրա մասին էլ ենք խոսել, այսինքն այդ վտանգների համար պատրաստ պետք է լինել եւ ամենավատը իհարկե հաշվի առնել, Իրանը կարող է փլուզվել ինչպես պետություն, տարբեր մասերի եւ մենք պետք է դրա համար պատրաստ լինենք, ես դեռ 1 տարի առաջ այդպիսի
վերլուծություն էի արել Իրանի էթնիկ քարտեզը ձեր հետ միասին ուսումնասիրեցինք, ալիքում կա, կարող եք գտնել, եւ դա վառ օրինակ է նրա, որ մենք ձեր հետ միասին այսպիսի խորը մասնագիտական մակարդակով մոտենում ենք հարցին, վերլուծում էինք երբ անհրաժեշտ էր էթնիկ բաղադրիչները, կրոնական բաղադրիչները, սոցիալական տնտեսական բաղադրիչները, որ մեր համար հասկանալի լինի, թե Իրանում ինչ է տեղի ունենում կամ ինչ կարող է տեղի ունենալ, եւ Հայաստանի համար Իրանը ինչքան կարևոր է, կարծում եմ բոլորդ շատ լավ հասկանում եք։ Շարունակում ենք։ Քաղաքական ազդեցությունը։ Պետք է ասել, որ երեք Միացյալ Նահանգների Սենատը աջակցեց Դոնալդ Տրամփին եւ ուրեմն թույլտվություն փաստացի այդ բանաձևը պետք է ընդուներ, այսպես ասած, նոր բանաձև էր ներկայացվեց, որով պետք է սահմանափակում բերվեր Միացյալ Նահանգների նախագահի վրա, Դոնալդ Տրամփի վրա, որ ինքը թույլտվություն պահանջեր Իրանում ռազմական գործողությունների համար, բայց Սենատը մերժեց այդ բանաձևը եւ դրանով Դոնալդ Տրամփին տվեց հնարավորություն շարունակի այս պատերազմը առանց Սենատի, առանց Կոնգրեսի թույլտվության։ Միացյալ Նահանգները ուրեմն նաեւ մտահոգված են նրանով, որ ՄԱԿ-ը սկսել է հատուկ այսպիսի ուրեմն գործողություն, որ ուսումնասիրի այնինչ տեղի է ունենում նաև Միացյալ Նահանգների, Իսրայելի կողմից Իրանում եւ Իրանի հարվածները, այդ թվում այն դպրոցի վրա հարվածը, որը մինաբում տեղի ունեցավ, որտեղ որ տասնյակ երեխաներ են զոհվել, ըստ տարբեր տեղեկատվությունների, ՄԱԿ-ը կուսումնասիրի իրոք դա տեղի ունեցել թե ոչ, որովհետև տարբեր տեղեկատվություններ կան այդ հարցի շուրջ եւ հարցը մինչեւ վերջ հաստատված չէ։ Պետք է ասել, որ հիմա գիշերվա ընթացքում տեղի ունեցավ տարհանում Դոհայում, Քաթարի մայրաքաղաքում Միացյալ Նահանգների դեսպանության կից բոլոր շենքերից, որովհետև Քաթարի իշխանությունները ենթադրում են, որ Իրանը կարող է շարունակել հարվածել այդտեղ, այդ հատվածում Միացյալ Նահանգների դեսպանության կից շենքերին էլ եւ կարան տուժել այդտեղ ժողովուրդը, բնակիչները, ուստի դա համարվել է շատ կարևոր։ Պետք է նաև ասել, որ իրանական հրթիռները հասել են նաև Քաթարի տարածքին եւ Քաթարի օդուժը նաև ուրեմն խոցել է իրանական օդուժի ուրեմն ինքնաթիռներ, ինչը շատ նաև կարևոր է եւ դա արդեն այսպիսի հարվածի կոնկրետ օրինակ է, Ալյուդեյտին պետք է հասնեն եւ Քաթարի օդուժը կիրառեց այդ հնարավորությունները։ Նաև կարևոր է, որ ուրեմն հետաքրքիր է, որ տեսնում ենք տարբեր պետությունները շարունակում են իրենց ներկայացուցիչների տարհանումը տարածաշրջանից։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելի ինքնաթիռները շարունակում են հարվածներ ոստիկանական զինված ուժերի, հրթիռների պահեստների եւ ուրիշ վայրերում, ինչպես թե Իրանում, այդպես էլ ուրիշ վայրերում, եւ Հեզբոլլահն Լիբանանում գործողությունները շարունակում է, դրանի պատասխան մենք ձեր հետ քննարկեցինք, դա Իսրայելը սկսել է ցամաքային օպերացիա, այս պայծրությամբ մի քանի կետում խորացել է Լիբանանի տարածքում, հարավից Իսրայելը ել ավելի առաջընթաց է ապահովել եւ զբաղեցրել է մի քանի բարձրունք այդտեղ եւ բոլոր այդ բնակիչներին Լիտանի գետից հարավային հատվածում ուրեմն կոնկրետ հրաման է տվել Իսրայելը, այդպիսի հանձնարարություն կարելի ասել, որ պետք է լքեն այդ հատվածը, որտեղ այդտեղ լինելու են ռազմական լուրջ գործողություններ։ Մինչև այդ գիտենք, որ իսրայելական F-35-ը հարվածել է իրանական Yak-130 եւ Թեհրանի օդում եւ խոցել է այդ շատ հին ռուսական ինքնաթիռը։ Բացի դրանից պետք է ասել, որ CIA-ը շարունակում է այդտեղ քննարկել ցամաքային օպերացիայի հնարավորությունը եւ դրա մասին խոսենք հիմա նաեւ։ Պետք է ասել, որ միջազգային առևտրի վրա լուրջ ազդեցություն է նաև տեղի ունեցել, այս պայծրությամբ միջազգային առևտուրը Հորմուզի նեղուցը կանգնեցնելուց հետո 22%-ով նվազել է եւ այդ թվում լուրջ խնդիրներ են ձևավորվել լոգիստիկ առումով տարածաշրջանում եւ այլն, supply chain-ներ կոչվածը, այսինքն մատակարարման ուղիներ, այսպես երևի թարգմանենք, դրանց լուրջ խնդիր է ձևավորվելու այդ առումով, շատ լուրջ,
եւ կարող է միջազգային առևտրի մեջ խնդիրները շարունակվեն։ Նաև խնդիրներ կան գյուղատնտեսության ոլորտում եւ տեսնում ենք, որ լուրջ աճել են նաև գյուղատնտեսական գները, գնաճը աշխարհում շարունակվելու է եւ իհարկե նավթի գազի մատակարարումները, ուրիշ այդտեղ իրադարձությունները եւ այլն դարձնելու է գնաճը շատ ակտիվ համաշխարհային մակարդակով եւ կարելի է համարել, որ դա ուրեմն իրատեսական է եւ շարունակվելու է այս իրավիճակը։ Բացի դրանից պետք է նաև քննարկենք մի քանի շատ կարևոր հարց, հարգելի այնակիցներ, ուրեմն պետք է ասել, որ Օմանի առումով նաև հարված է տեղի ունեցել, բայց անհասկանալի իրավիճակում, թե ով է հարվածել, որովհետև միակ նավթի տանկեր է խոցվել Օմանի։ Միացյալ Նահանգները կես ժամ առաջ հայտարարել են, որ շարունակում են ռազմական գործողությունները տարածաշրջանում։ Իրանը սկսել է հարվածներ քրդերի կողմից բնակված հատվածում, ինչպես իր, այդպես էլ Իրաքի տարածքում։ Իրաքի Քուրդիստանի շրջանի ղեկավարը հայտարարել է, որ Իրաքի Քուրդիստանը որևէ ձև չի մասնակցում այս գործողություններում, այսինքն նկատի ունեմ այդ ցամաքային գործողությունները, որը պետք է սկսվեն Իրանի դեմ, եւ որի մասին մենք ձեր հետ լավ տեղյակ ենք, որովհետև քննարկել էինք դա մեր երեկվա վերլուծությունում, բայց պետք է ասել, որ իհարկե Իրանը շատ լավ հասկանում է, որ դա այդքան էլ այդպես չէ, եւ զուգահեռ դրա քրդերը կարելի ասել սկսում են ակտիվանալ, այսինքն CIA-ը Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական ծառայությունը իրոք քննարկում է քրդերին զինելու գործընթացը, եւ նույնիսկ խոսք է գնում, որ արդեն մասամբ սկսվել է այդ գործընթացները։ Միացյալ Նահանգները մեկ աղբյուր այդտեղից հայտարարել է, որ արդեն սկսում են Միացյալ Նահանգները աջակցել քրդերին, որ ինչ-ինչ տարածքներ Իրանում գրավեն, որտեղ որ իրանք բնակեցված են։ Այսինքն առաջի էթնիկ խումբը, որը Իրանում սկսում է այդպիսի ապստամբության գործընթացները, պետք է դառնան հենց քրդերը եւ այո, քրդերի ուղղությամբ մենք տեսնում ենք, որ այդտեղ իրավիճակը սրվում է։ Մենք ձեր հետ միասին կշարունակենք հետևել այդ զարգացումներին, որովհետև իրոք կարևոր է եւ եթե խորանը այդտեղ զարգացումները, մենք ձեր հետ արդեն քարտեզի վրա կքննարկենք, թե ինչ է տեղի ունենում, այս պայծրությամբ մեծ փոփոխություններ այդտեղ չկան, ապստամբության ուղղությամբ կան փոքր քայլեր։ Պետք է ասել, որ Բահրեյնում 2 ժամ առաջ Միացյալ Նահանգների ռազմակայանի վրա նոր հարվածներ են տեղի ունեցել։ Հարվածները թե Իրանում շատ խոշոր են, ինչպես ես ձեզ արդեն ներկայացրեցի, Ալի Լարիջանին, Իրանի անվտանգության խորհրդի նախագահը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը իրավիճակը վերահսկում են։ Սա այսպիսի հետաքրքիր հայտարարություն է, որովհետև այդպես չէ։ Պետք է ասել, որ բալիստիկ հրթիռ է խոցվել երեկ Թուրքիայի օդային հատվածում, չգիտենք, տեսեք, Իրանի դեսպանին հետո Թուրքիան կանչեց արտաքին գործերի նախարարություն եւ Իրանը արդեն խոցված հրթիռի դեպքում ասաց, որ դա չէր ուղղված Թուրքիայի դեմ, դա ուղղված էր դեպի Կիպրոս։ Իրոք հարվածը տեղի է ունեցել, նկատի ունեմ, այդ Ադանայի շրջանում, Հատայի շրջանում է խոցվել ՆԱՏՕ-ի ուժերի կողմից, ավելի ճիշտ Միացյալ Նահանգների այդտեղ նավի կողմից, որը հակաօդային պաշտպանությունով խոցել է այդ հրթիռը բալիստիկ, որը գալիս էր Իրանից, բայց իրոք մենք հաստատ չենք կարող ասել այդ հրթիռը գնում էր դեպի Ինջերլիկ Միացյալ Նահանգների օդանավակայան, ռազմակայան Թուրքիայում, թե դեպի Կիպրոս։ Հաստատ չեն կարող ասել, հիմա Իրանը ասում է, որ դեպի Կիպրոս էր գնում, Թուրքիան էլ այսպես ասաց եւ Իրանը, որ ասում է դեպի Կիպրոս, ուրեմն դեպի Կիպրոս, որ չխորացնի այդ իրավիճակը, որովհետեւ փաստացի ապացուցել հիմա շատ բարդ է, իրոք որտեղ էր գնում այդ հրթիռը, որ թիրախավոր էր։ Պետք է ասել նաև, որ արդեն առաջի ապստամբության դեպքերը կան նաև Ահվազում։ Մենք երեք ձեր հետ միասին խոսեցինք այդ շրջանի մասին եւ Ահվազը կարևոր դեր ունի նաև հարգելի հայրենակիցներ նավթի պաշարների առումով, այսինքն Իրանի նավթի 85%-ը գտնվում է Ահվազի շրջանում, որը Իրաքի սահմանի մոտ է
եւ որի համար Իրանի եւ Իրաքի պատերազմ էր տեղի ունենում առհասարակ եւ որտեղ որ սա շատ կարևոր է նաև ընդգծել, մեծամասնությունը բնակչության արաբներ են։ Եվ այդ արաբներին իր ժամանակ Սադամ Հուսեյնը ուզում էր միացնել իր տարածքին, այսինքն Իրաքին, բայց հիմա պետք է ընդգծել, որ այդ արաբները նաև այսպիսի ապստամբություն կազմակերպելու եւ անջատողական գործողություններ վարելու ցանկություն ունեն։ Եթե դա տեղի ունենա, ապա Ահվազը կլիներ աշխարհի ամենահարուստ շրջաններից մեկը, որովհետև 85%-ը Իրանի նավթի այդտեղ է, մնացած Իրանում նավթ չկա, իսկ այդ նավթը աշխարհում ուրեմն կարելի ասել առաջի տեղն է զբաղեցնում քանակով, այսինքն շատ հարուստ կլիներ եւ շատերը համարում են, որ Իրանի այդտեղ վերահսկողությունը նաև դա այսպիսի ոչ օրինական է, որովհետև արաբների վրա, սունիների վրա, շիաների վերահսկողությունը, մի խոսքով իրաց ներքին այդ հարցերն են տեղի ունենում։ Եվ պետք է ասել, որ նաև հարվածները շարունակվել են դեպի Սաուդյան Արաբիա ընդհանուր առումով երեկվա ընթացքում տեսնում ենք նաև, որ խնդիրներ կան Թեհրանում ուտելիքի հետ, նկատի ունեմ Թեհրանի տարբեր հատվածներում արդեն ինչ-ինչ խնդիրներ կան մատակարարումների հետ, եւ Իսրայելում հարվածները, ինչպես ասեցի, նվազել են, բայց շարունակվում են իրականում, դա նաև պետք է հաշվի առնվի, ուրեմն եւ այստեղ եւս կարեւոր է ասել, որ տեսնում ենք Իրաքում տարբեր սունի խմբավորումների ակտիվացումը ընդհանուր առումով հարգելի այնակիցներ։ Այս պահի դրությամբ իրավիճակը այսպիսին է, մնում է շատ սրված եւ լարված եւ մենք ձեր հետ միասին կշարունակենք հետևել, հատկապես հետաքրքիր է իհարկե Ադրբեջանի ուղղությամբ եւ Թուրքիայի ուղղությամբ մեր համար զարգացումները ամենահետաքրքիրն են, բայց պատերազմը շարունակվում է եւ իրավիճակը շատ լուրջ է։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի այնակիցներ, չենք մոռանում իհարկե լայքել այս վերլուծությունը, գրել ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվել եւ անդամակցել միանալ ալիքին, դա շատ կարեւոր է, կհանդիպենք, ցտեսություն։